Օրինակ, հա, մեկ օրինակ բերեմ։ Սամվել Կարապետյանը երեք որ դուրս է գալիս տանից, իրան լրագրողները հարցնում են, թե արդյոք ինքը մտավախություն չունի, որ կարան տնտեսական, այսպես ասած, ռեպրեսիաներ իր հանդեպ կիրառեն, մեխանիզմներ եւ շատ էր խոսվում այն մասին, որ կարան Իրանից խլեն հայկական էլեկտրական ցանցերը եւ այս առումով ինքը տվեց շատ կտրուկ արձագանք, ասելով, որ թքած ունի թե դրանց վրա, այսինքն Նիկոլենց ենթադրում եմ, եւ թե հեծի վրա, խոսելով այն տրամաբանության մեջ, որ թքած ունի, եթե փորձեն Իրանից խլեն կամ խլեն, եւ ասաց, որ չի կարա դա վերադասվի իր գաղափարներին, իր սկզբունքներին, իր արժեքներին, վերահաստատեց իր ուրեմն պատրաստակամությունը պայքարել եկեղեցու դեմ տարվող այս արշավի դեմ։ Ու նայում եմ ոնց են 3 տարածում բաղրամյան 26-ները, այդ պիղծ տելեգրամյան ալիքները, դրանց այդ վովա-մովաները, այդ սիվիկների, այդ կեղտոտները, էլի մի խոսքով այդ ստյոպիկները, այդ տմարտների մի հատ հավաքածու, այդ ամեն մեկին որ նայում ես ինքը իր բարոյական կերպարը, sense մի հատ ոչ մի բան, էլի, ոչ մի բանը լավ բան է իրանց համեմատ, էլի, մի հատ կեղտոտ կենթանիներ մի խոսքով, սրանք ինչ են գրում։ Ասում են, այ նայեք, Սամվել Կարապետյանը թքած ունի ձեր էլեկտրաէներգիայի վրա, թքած ունի, թե դուք ինչ պրոբլեմ ունեք հոսանքի հետ, բան դե գիտենք, որ վերջին շրջանում հատկապես ու դա օբյեկտիվ պատճառները շատ ունի, հաճախ է լինում էլեկտրաէներգիայի մատուցման հետ խնդիրներ ու միշտ չի որ հեծնա դրա պատասխանատուն, մենք մի ժամանակ խորացել էինք դրա մեջ, որ հեծ ուղակի վերաբաշխում է, այդ ստացված հոսանքը շատ դեպքերում ինքն էլ չի կարողանում բավարար չափի ստանա եւ այլն, այդ ուրիշ թեմա է, այդ չի հարցը, բայց տեսեք ոնց են մանիպուլացնում։ Մարդը ասում է թքած ունեմ այն համատեքստում, որ խլում են թող խլեն, դա չի կարա իմ համար առաջնահերթություն լինի, երբ հարցը գնում է մեր հայրենիքի ժողովրդի եկեղեցու մասին, սրանք իրանց ողջ տեղեկատվական գործիքակազմով սխմում են նրա վրա, այսինքն գիծը տանում են նենց, որ տեսեք այս մարդը թքած ունի ձեր հոսանքի, միջնորդավորված փաստացի թքած ունի ձեր վրա, կողքից լցնում են այդ կապիտալի հանդեպ արհեստածին այդ ու ոչ բանական, ոչ ռացիոնալ ուրեմն ատելության վրա, որ այսրապես օրինակ այդ իմ օրինակը բերած է, այդ դասատուները, ասում են, բայց այդքան եկամուտ է ստանում ու տեսեք ինչ արա, այդ մարդը եկամուտ է ստանում, նախ ստեղծել է աշխատատեղեր այդքան, երկրորդ այդքան բարեգործություն անում, երեք լիքը համացանցում գրում էին նրա, լիքը բանկար մենք էլ չգիտենք, մենք խոսել ենք երեք ագին բան ինչ ինքը արել է, տարբեր հիվանդանոցներ, տարբեր, չգիտեմ, վերանորոգումներ, 1000 տեսակ բան, առանձին ընտանիքներին, համայնքներին, ինչ ասես այս մարդը արել է ու այս կապիտալի հանդեպ ատելություն գեներացնողները ստեղծում են վիճակ։ Որտեղից է ծնվում այդ կապիտալի հանդեպ